Պարոն Իսրայելյան, խորհրդից դուրս գալով դուք նշել եք, որ եւ հիմա էլ նշում եք, որ ձեր պայքարը շարունակելու եք միայնակ, ինչքանով է արդյունավետ լինելու միայնակ պայքարը եւ մինչ այս էլ Հայաստանի կառավարությունը համագործակցում էր, բանակցություններ էր վարում, այսպես ասած, խորհրդի հետ։ Հիմա որ խորհրդից դուրս եք եկել, ձեզ հետ արդյոք հաշվի կնստեն, այսպես ասած։ Գիտեք, կառավարությունը խորհրդի հետ հաշվի է նստել հանրային ճնշումից հետո։ Ոչ թե ինչ-որ անձերի հետ կախված, անձավոր էլ ստեղ պետք չի խոսքի, նույն էլ ես մենակ չեմ, կարող այսօր ես դուրս եմ եկել, ներկայացնելով այս վերջի ժամանակների ինչ ա եղել, ինչ իրադարձություններ ա եղել, կարող է դա ահագին մարդկանց մոտ այդ տպավորությունը կա, բայց իմ մոտ էլ կա մի հատ համարձակություն, որ ես դուրս եմ գալիս ժողովրդի հանրությանը ներկայացնելու իրական իրավիճակը։ Իրական իրավիճակի արդյունքները զրոյական է, մենք նորից պիտի համախմբվենք, մենք նորից պիտի դուրս գանք հանրային ճնշումով, փողոցային հանրային ճնշումով, եթե ուզում ենք ինչ-որ հարցերի պատասխաններ ստանանք, մենակ այդ ձևի։ Ոչ մեկը ժողովրդի մասին ոչ չի մտածելու, ես սկզբնական շրջաններում ներկայացնելով թե լրագրողների ասել եմ մենք պիտի գնանք մեր իրավունքների հետևից, մենք պիտի գնանք մեր հարցերի պատասխանների հետևից, հաշվի առնելով ինչ մարդկանց հետ գործ ունենք ներկայ իշխանությանը, ինչ մարդկանց բացթողումներով ենք մենք հասել այս իրավիճակին, խաբելով, մոլորեցնելով, հույսը հավատ տալով, մենք այսօր իրավիճակում իրավունք չունենք ելի նույն ձևի հավատալ այդ կառավարությանը, մենք ունենք մի հատ ճնշման կամ էլ մի հատ բան ուղի, դա հանրային ճնշումն է, հանրային ճնշման միջոցով մենակ կարանք մենք հասնենք բոլոր հարցերին, հանրային ճնշման բառը օգտագործում են թե քաղաքական դաշտում բոլորը հիմի, թե բոլոր ոլորտներում հարցի լուծումները ստանալու համար, ինչ կապված է ներկայ իշխանության ղեկավարների հետ։ Դրա համար նույնիսկ մեր հարցերի հետ կախված, թե մեր իրավունքների հետ կախված, նույնն էլ գերիների հետ վերադարձի հետ կախված, չի կարելի դա մոռացության տվածվի։ Չպիտի տարանջատենք մեկ այդ, որ մենք տարանջատում ենք, իրենք արդեն այս մյուս հարցերը մոռացության տակ են դնում։ Ընթացքում, չէ, խորհուրդը ինքը այդ տեսակետը ես որ ներկայացրեցի մեր մեջի խոսքի խոսակցության, մեր մեջի պայմանավորության հետ, ես իմ տեսակետն եմ ասում, բոլոր հարցերի հետ կախված, ես միշտ գերիների հետ կախված ակցիաներ կազմակերպելով, իմ եղբայրս գտնվելով գերիության մեջ, ես միշտ այդ հարցը բարձրաձայնելով կամ միշտ եթե նմանատիպ միջոցառումներ ուրիշների կողմից եղել է կազմակերպված, ես միշտ եղել եմ առաջնագծում մասնակցել եմ ու բոլոր մայացած հարցերի հետ էլ կախված։ Եթե տես հարցեր է կապված եղել ժողովրդի, Արցախահայության, այսօրվա իրավիճակին, խոսքի այսօր մի հատ իրավիճակը հասունացել եկեղեցու հետ կախված, մի հատ իրավիճակը հասունանում արդեն ուրիշ խոսքի բաների impeachment կոչված խոսքի սենց ձևաչափի, մենք ամեն տեղ պիտի լինենք առաջնագծում, հանրային ճնշումը միշտ պիտի ունենա իր դերակատարությունը, բայց մենք որպես ոչ թե մասնակից, բացի դրանից մենք պիտի լինենք որպես դերակատար, որ տարբեր ուղղություններով ժողովրդի ներգրավելով ժողովուրդը իմանա ուր ա գնում, ինչի համար ա գնում, վաղվա օրը որ նորից չզոհաբերեն կամ էլ չօգտագործեն այդ հանրությունը կամ էլ ժողովրդին ինչ որ նպատակների հասնելու համար։ Պարոն Իսրայելյան, խոսեցիք impeachment-ի մասին, ձեր դիրքորոշումը որն է այս բանի impeachment-ի գործընթացի վերաբերյալ։ Impeachment-ի այդ գործարքի վերաբերյալ դրական Ես ոնց կարող է խոսքի չընդունեմ։ Ամեն ինչ կախված է խոսքից, ներկայ իշխանության, ինչ որ փոփոխություններ կամ այս իրավիճակից մի ձևի դուրս գալու ու առաջի պատճառները, որ մենք այսօրվա իրավիճակում ծանր կարգավիճակում ենք գտնվում, ներկայ իշխանության բանն է, չէ, իրանց կառավարելու այդ բաներով է։ Ինչ կախված է ներկայ իշխանության, թե հրաժարականի հետ, թե որ ասում է ձևաչափը ինչ որ ասում է փոփոխություններ մտցնելու հետ, անձամբ ես որպես արցախցի, որպես տուժված այս իշխանության կողմից եկած հասած այս իրավիճակում անտուն անհայրենիք, ու այս իրավիճակում էլ այդ իշխանության կողմից ոչ բավարար, ոչ մոտեցումների տեսնելով ես ականատես լինելով իմ դիրքորոշումը սենց է, ու միշտ էլ տենց եղել է իմ բոլոր հարցազրույցների թե ժամանակ, թե բոլոր տարբեր մասնակցության գործողությունների մասնակցության ընթացքում։
Ես հիմիկվա իրավիճակում իմ խորհրդի որոշումը կայացնելով, դա իրոք ինձ համար եղել է շատ ծանր, շատ երկար մտածելով, երկար խոսքի որոշում կայացնելու այդ պահը գալով, ես մի քիչ հետ եմ գնացել Արցախ մտքերով։ Արցախում գտնվելու ժամանակ ես ականատես եմ եղել այն ժամանակվա իշխանության ժողովրդին մոլորեցնելու, ժողովրդին ոչ ճիշտ ներկայացնելով իրավիճակը Արցախը կորցնելուց հետո ես արդեն իմ մեջ խոսք եմ տվել, որ ես ժողովրդին էլ չեմ խաբելու, մտքեր չի լինելու, որ մարդ մեկը տեսնեմ ինչ որ խաբելի ու կամ ինչ որ մոլորեցնելու բանում, ես որտեղ լինեմ այդ բանում ներգրաված կամ ինչ որ գործնական process-ների մեջ կախված, նորից եմ ասում, թե այդ ձեր ներկայացրած հարցերի շուրջա, մենակ արցախայության հետ կախված է։ Ես միշտ լինելու եմ անկեղծ, գիտեմ, որ մեծ ռիսկեր է սա պարունակում, գիտեմ, որ կարող է ահագին մարդկանց դուր չգա այս ներկայացնելու ձևը, կարող է մարդկանց մոտ խոսքի բան առաջանա ինչ որ հակասելու կամ ինչ որ։ Ես պատրաստ եմ խոսքի ամեն ինչի։ Իմ կյանքի մնացած ապրելու տարիները ժամանակը ես նվիրաբերում եմ իմ Արցախին։ Ես ամեն ինչ հաշվի եմ առել, ամեն ինչի մասին ես մտածել եմ, ես էլ եմ գտնում, որ այն երեխեքը, որ իրանց զոհաբերել են գիտակցաբար հանուն հայ լինելու, հայ ապրելու կամ Արցախը հայկական պահելու, մենք այսօրվա իրավիճակում ամեն մեկս էլ պիտի գիտակցաբար գնանք այն քայլերին, որ դրանից հետո ինչ որ փոփոխություններ կամ ինչ որ մեր պատիվն ու մեր թասիբը կարանք մենք վերականգնենք, մեր արժանապատվությունը կարանք վերականգնենք։ Իմ ներկայացած ձևաչափով կարող է ինչ որ բարեր այն ձևի չեմ ներկայացրել կամ ինչ որ մտքեր, բայց ես գիտեմ, թե բոլորի համար հասանելի է լինելու, բոլորի համար հասանելի կլինի ես որպես մարտեություն հայ, իմ հայ լինելու պայքարի խոսքի հիմքերը ու դրա շարունակական բանը ոչ ու ոնց է լինելու։ Ես ամաչում եմ այսօրվա իրավիճակում մենք Արցախը կորցնելուց հետո այս ձևի կարգավիճակ ապրելով, գոյատևելով կամ վախենալով օգտագործել խոսքի հետ վերադարձի խոսքը կամ էլ Արցախի հարցի հիմնախնդրի հետ կախված այդ բաները, գերիների հետ կախված, անհետ կորածների հետ կախված, մնացած այն հարցերի, կարևոր հարցերի հետ կախված բաների մեջ, եթե մենք մտավախություն ունենանք բարձրաձայնելու, եթե մենք մտավախություն ունենանք վճռական որոշում կայացնելու, էլ ինչի մասին պիտի խոսանք, կամ էլ ինչ ապագայի մասին պիտի խոսացվի, որ այսօր մենք ականատես ենք, որ մեր ոչ բավարար աշխատանքների, ոչ բավարար պայքարի հիման վրա երկրի ղեկավարը իր խմբով, պետական մակարդակով արդեն հայհոյում են, արդեն վարքաբեկում են խոսքի մեր եկեղեցու կամ մեր հավատքի, որ հազարամյա տարիներ մենք միշտ ապրել ենք, գոյատևել ենք հայ լինելով խոսքի քրիստոնյա լինելու դրա այդ ուժով, այդ խաչը ձեռներից միշտ կռվել ենք, միշտ պայքարել ենք ու մեր նախնիները հաղթանակները եղել է այդ հավատքով հայ լինելու կռիվն էլ թշնամու մեր նկատմամբ եղել է մեզ ոչնչացնելու որպես հայ, որպես քրիստոնյա։ Մենք կարողացել ենք, մեր նախնիները կարողացել են դա պահպանել, կարողացել են ամրագրեն, կարողացել են թշնամուն իրան տեղը ցույց տալ, մենք այսօրվա իրավիճակում մի հատ բանի մեջ եք ընկել, որ մտածում ենք, այս ինչ է խոսում կամ այս ինչ ձևի է ներկայացնում, ժողովուրդ սա ծրագիր է, որը իրականացվում է։ Արցախը կործանել են ծրագրի հիման վրա, երկրորդ քայլը գնում է խոսքի վարկաբեկելու, որ ասում է հերոսներին էին բանանում, զրոյացնում նրանց արասները, գեներալներին էին ձերբակալում նստեցնում, մնացած ով կա չկա ինչ խոսում է, բոլորի վրա էլ ինչ որ մի հատ գործի բանով այդ մարդկանց փորձում են ճնշել կամ ես մեկ եմ ուսո։
Արցախում գտնվելու ժամանակ վերջի հանդիպումս Ռուբեն Վարդանյանի հետ, սես մի Ռուբեն Վարդանյանը այն մարդը, որ գիտակցելով ինչ իրավիճակում Արցախը, գիտակցելով հասկանալով վտանգների մասին, եկել Արցախայության մոտ կայնել, եկել Արցախայության հետ միասին կաղնել որպես հայ, որ գնանք մենք այդ հայկական Արցախը միասին պահելու համար, 19 սեպտեմբերի պատերազմը որ սկսեց, 22-ին մենք ունեցանք հանդիպում, այդ հանդիպումը ես առաջ անգամ եմ բաներ ասում, այդ հանդիպման ընթացքում որոշում կայացրած եղել, որ մենք մնալու ենք Արցախում։ Պատկերացնում եք, սեպտեմբերի 22-ին պատերազմի, այդ երկու օրվա պատերազմից հետո քննարկման ժամանակ որոշում կայացրած եղել, որ մենք մնալու ենք Արցախում։ Որովհետև հաշվի առնելով, որ ինչ իրավիճակ է հիմի, ընթացքային այդ օրերի այդ կամ այդ ժամանակների ընթացքում մենք միշտ հնարավորություն ունենք ունենալու դուրս գալու, բայց այս պահում, այս ժամանակահատվածում մնանք, կարող է ինչ որ խոսքի փոփոխություն կամ ինչ որ մի հատ հնարավորության բան լինի, գոնե դրանից որ ասում եմ մենք մի ձևակերպելով հաշվի առնելու, որ մենք հակառակորդի հետ կարող է քննարկումներ, ճնշումներ, այս մեկ այն մյուսը, բայց նորից եմ ասում, որոշում կայացրած է եղել, որ մենք պիտի մնանք Արցախում։ Ամսի 25-ին, որ հանդիպել ենք, ամսի 25-ին Ռուբեն Վարդանյանը ներկայացրել է սենց մի հատ միտք։ Нас и предали, и продали։ Մենք ստեղից պիտի ամեն մեկս մի ձևով դուրս գանք, արդեն անհնարին է, որովհետև այդ բառերի բուն իմաստը ես դեղել եմ հասկացել, ուստեղ էլ հասկանում եմ, որ դավաճանությունը մեկ էլ վաճառելը տարբեր բաներ է, բայց որ դա միասին է, համ վաճառել են, համ դավաճանել են։ Այսօրվա իրավիճակում մենք որ գտնվելով ստեղ Մայր Հայաստանում, ես լսելով, ականատես լինելով ներկայ իշխանության տարբեր ղեկավարների կողմից ներկայացրած խաղաղության պայմանագրի առևտրային կարևորությունը, որ խաղաղությունը կնքվի, հաջորդ օրը դուք կարաք արդեն առևտուր անեք, սկսեք առևտուր անելը։ Թշնամու կողմից առևտուրը լինելու է հողի համար, ինքը գալու աստեղ առևտրի հող առնելու համար, մեզ առնելու, ամեն մեկիս առնելու համար, որովհետև իրան ուրիշ ոչ մի բան չի հետաքրքրում։ Ներկայ իշխանությունը մեր մեջ մտցնում է լավ առևտրի, որ լավ ապրելու համար։ Այսօր միայնակ այն կարևոր ուժը, այն կարևոր հիմունքային այդ բանը եկեղեցին է, ու որ դրանք ոչ մի ձևի չեն կարա, որ ասում է, այս իրավիճակում փոխեն, որ իրանց այդ հաջորդական այդ պլանները իրականացվի, դա եկեղեցին է։ Եկեղեցինել են վարկապեկում, եկեղեցինել են ուզում ժողովրդի մեջին, որ ասում է, տարանջատումներ մտցնեն, էտել են սարքելու, ուզում սարքեն առևտրի առարկա, սարքել են հայրենիքը առևտրի առարկա, սարքել են ժողովրդին առևտրի առարկա ու փորձում են նույն ձևի էլ մնացած այդ հարցերի կարևոր ազգային հիմունքներ ունեցող կարևոր այդ բաները սարքեն էլի առևտրի առարկա։ Ես ինչի համար այսքանը ներկայացրել եմ մեր Արցախահայության, ես որպես արցախցի կներեք, որ ես միշտ Արցախահայության մասին եմ խոսում, բայց ինձ համար հայ լինելը դա ընդհանուր մի հատ գաղափար է։ Բայց մեր Արցախահայության հետ կախված ես որ բոլոր կոչերս անում եմ, չընկճվել, չհուսահատվել, շարունակել այդ պայքարը, հանուն մեր իրավունքներին, հանուն մեր, որ ասում եմ, բանը, Արցախի հիմնախնդրի հետ կախված, հանուն բոլոր հարցերի ուղղություններով, գերիների, անհետ կորածների չի կարելի 40,000-ի համար կամ 50,000-ի համար դուրս գալ, բայց գերիների համար դուրս չգալ։ Չի կարելի դուրս գալ ինչ-որ բանի բնակարանային ինչ-որ հարցերի համար, բայց անհետ կորածների համար դուրս չգալ։ Մենք միասնական բոլոր հարցերում պիտի միասնական լինենք։ Եթե մենք միասնական ենք բոլոր հարցերում, այդ ամբողջական
գաղափարի մոտեցումը բոլոր այդ մարդկանց ում ներկայացնում եք խոսքը ներկայաշխանության իրանք չեն կարող լուծում չտան հարցերի պատասխաններին եթե տարանջատում ալնում եթե տարանջատման ինչ որ բան ալնում չէ դա հեշտացնում է պարակտում մտցնել հանրության մեջ անջատել գերիները առանձին անհետ կորածները առանձին սոցիալական հարցերի հետ կախված մարդիկ առանձին ու առևտրի բան սարքել առևտրի ասես մի հատ հարթակ սարքել ձևավորել նորից եմ ասում այսօրվա մամուլի ասուլիսի իմ համար որպես հայ որպես արցախահայ որպես բոլոր այս ծանր ժամանակները ցեղասպանությունից փրկված ժողովրդի մի մաս ես չեմ ուզում մենք կրկնապատենք մեր սխալները ես չեմ ուզում մենք կրկնապատեն որ մեր վաճառեն նորից մեզ օգտագործեն ես ուզում եմ ժողովրդին ասեմ աչքներդ բացեք համարձակություն վճռականություն պայքարի որ ասում է ձեր պահանջատերը դուք եղեք մինտեղ կարող է մին բանում սխալ են անում մինտեղ կարող է մին բանում ինչ որ չի ստացվել բայց մեր տրամադրությունը մեր տրամաբանությունը մենք չպիտի սրանով դադարեցնենք կամ էլ ամեն մեկս ինչ որ անձնականացնենք խոսքի ով խոսում է թող այդ մարդն էլ գնա կամ ով բոլորիս է դա վերաբերվում բոլորիս բայց ես ուզում եմ բոլոր պայքարների մեջ այն կազմակերպողները այն մարդիկ որ ով ներկայացնում է այդ ուղղությունը ճանապարհային քարտեզը ժողովրդի անունը տալով ժողովրդի անունից խոսելով եղեք անկեղծ նվիրված ու բոլոր ձեր գործողությունների մեջ ժողովուրդն է ձեր անունը տալու ժողովուրդն է ձեր կարգավիճակն է ձեր աշխատանքների բանը գնահատականը ժողովուրդն է տալու